Բարեկալուս Civilnet Minch հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե ցանկանում եք աջակցել անկախ լրագրությանը եւ գնահատում եք դա, ապա խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակ, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Դավթյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարբերաբար ձեր կառույցի վերաբերյալ, հատկապես վերջին շրջանում լինում են բողոքներ, արձագանքներ, տարբեր բարձրաձայնումներ, որոնցից մեկը եղավ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը խոսեց դրա մասին եւ իր խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանում համընդհանուր հայտարարագրման process-ը տարբեր խոչընդոտներից բացի բախվել է եւս մի խոչընդոտի, որը կոչվում է ID քարտերի թողարկում Հայաստանում, նույնականացման քարտերի թողարկում։ Գիտեք ինչն է խնդրեմը։ Երբ որ մենք ձեզ հետ նաև off record այս թեմայի մասին պարբերաբար խոսում էինք եւ նոր էր ներդրվում այս հայտարարագրման համակարգ ու ասում էին, որ ID քարտ է պետք համակարգը, որպեսզի կարողանաս միանալ այդ համակարգին, ես տեսնում եմ, որ ինքս գտնվելով նաև այդ process-ների մեջ, տեսնում եմ, որ Հայաստանը այդ պոտենցիալը այդ պահին գոնե չունի այդքան ID քարտ թողարկի, որ 600,000-ից մարդ ունենա դա եւ միանա համակարգին։ Կառավարությունը դա հայտնաբերել է վարչապետի խոսքերով վերջերս եւ հիմա որոշակի փոփոխություններ են իրականացվում, որոշակի հզորություններ են ավելանում, որ ավելի շատ ID քարտեր թողարկվեն։ Այդ կոմունիկացիան կառավարության եւ ձեր գործընկերների մեջ չկար, իրենք չգիտեին, որ այս խնդրին են բախվելու։ Կոմունիկացիան իհարկե կար եւ միշտ եղել է եւ ես անկեղծ ասած համարում եմ, որ դուք մի փոքր սխալ եք մեկնաբանում վարչապետի այդ օրվա ելույթը, նաեւ ձեր սոցմեդիա հարթակում այդ կտրվածքով տեսեք, իրականում ասեմ, հաստատում եմ ամեն դեպքում իհարկե, որ մեր դաշտը այնքան հեղինակազրկված է եւ խնդիրները տարիներ շարունակ այստեղ այնքան կուտակված են, այնքան խորքային են, որ ցանկացած քննադատություն ավտոմատ առաջինը ուղղվում է մեր ոլորտ եւ ընդունում եմ, որ այդտեղ կա օբյեկտիվ իրականություն, այո, մեր ոլորտը եւ անձնագրային ենթակառուցվածքը հնամաշ է, դա գաղտնիք չէ, բայց այո, ըստ էության մեր նախորդ շփման ընթացքում, որը եղել է մոտավոր 1 տարի առաջ, այս հայտարարագրման օրենքի ընդունումը շատ մարտահրավերային էր թվում, հաշվի առնելով մեր կարողությունները եւ բնականաբար մենք կառավարության գործընկերներին եք պահել, որ այս վիճակում, այս փուլում, որում գտնվում էր այդ պահին մեր ենթակառուցվածքը, հնարավոր չէ իրականացնել այդ մասշտաբի դիմումների ընդունում եւ սպասարկում ID քարտերի, այո, նկատի ունենալով, որ առաջիկայում, ասելով նկատի ունեմ 2026 թվականի կեսը, արդեն մշտական եւ բարձր որակի լուծումն է գալու եւ առաջարկել ենք հետաձգել հայտարարագրման այս ուրեմն որոշումը, բայց որոշում է կայացվել չհետաձգել այն եւ ոչ թե ռեֆորմա հարմարացնել մեր կարողություններին, այլ մեր կարողությունները զարգացնել եւ դիմակայուն ինստիտուտ ստեղծել այս ռեֆորմը իրականացնելու համար, այնպես որ այս փուլում մենք կարողացել ենք ապահովել համապատասխան հզորություններ եւ ամենևին էլ խոսքային մասին չի, որ նոր ենք ապահովելու, խոսքային մասին է, որ արդեն ապահոված է եւ նշեմ, որ մեր վերջին տարիների վիճակագրությունը ID քարտերի տրամադրման որ նայեք, օրինակ 23 թվականին ամբողջ տարվա ընթացքում 64,000-ը մի փոքր գերազանցող թիվ ենք ունեցել։ Ամենամեծ ցուցանիշը վերջին 10 տարիների կտրվածքով ունեցել ենք հենց 2024-ին, դա եղել է 160,000։ Հիմա փաստերն են ասում են մասին, որ մեր թողունակությունը ակնհայտորեն ավելացած է, որովհետև անցյալ տարի, երբ որ մենք ողջ տարվա ընթացքում 160,000 ID քարտ թողարկեցինք, տրամադրեցինք բնակչությանը եւ հաճախ խափանումներ էինք ունենում, ինչպես իրավամբ դուք նշել եք, եւ իսկապես հազիվ էր ենթակառուցվածքը դիմադրում այդ պահանջին, որովհետև դեռևս անցյալ տարվանից կար պահանջարկի կտրուկ աճ 64,000 եւ 160,000։ Ապա այս տարի արդեն ընդունել ենք 101,000-ից ավելի դիմումներ եւ 4 ամիսների ընթացքում այո, եւ այսօրվա տվյալ եմ ասում։ Եվ 42,000-ից ավելի անձ հերթագրված սպասում է իր հերթին։ Չնայած մենք այս հերթագրվածների ցուցակները եւս մոնիտորինգի ենք ենթարկում եւ ողջել ենք, որ այստեղ բավականին մեծ տոկոս արդեն իսկ ստացել է իր նույնականացման քարտը, ըստ էության այն մեր պարտաճանաչ իրավապահ քաղաքացիներն են, ովքեր համ հերթագրվել են, համ չեն սպասել, որ իրենց հերթը հասնի եւ քանի որ կենթանի հերթի ձևաչափով սպասարկում
ունենք մարզերում, մոտեցել են եւ իրենց դիմումը ներկայացրել են։ Մենք առաջիկա օրերին կազատենք այս պատուհանները, կչեղարկենք նրանց ամրագրումները եւ էլի իրենք չեն չեղարկել, մենք չեղարկման հնարավորությունն էլ ունենք բարբերաբար մեր սոցմեդիա հարթակներով, նաեւ խնդրում ենք բանավոր սպասարկման ընթացքում խնդրում ենք, որ եթե ամրագրում ունեք եւ այն այլևս ձեզ պետք չէ եւ խոսքը միայն նույնականացման քարտերի ծառայության մասին չէ, այլ մնացած բոլոր խնդրում ենք չեղարկել, բայց ինքներս էլ այդ աշխատանքը ուրեմն անենք, ծանուցում ենք քաղաքացուն, որ չեղարկված է։ Եվ այնուամենայնիվ ես մի փոքր կուզեմ մեր ներքին խոհանոցային իրավիճակը նկարագրել, որովհետեւ շատ հարցեր են առաջանում։ Իրավիճակը այս պահին եւ ինչպիսին է դառնալու այդ կառավարության որոշման իրագործումից հետո։ Այո, գաղտնիք չեմ բացահայտի, որ ասեմ, մեր թողարկած նույնականացման քարտերը արդեն լուսանկարի ու որակի խնդիրել ունեն եւ դա բնականաբար խոսում վկայությունն է, որ ենթակառուցվածքը հնամաշ է եւ օգտագործված է ու շահագործված է շատ ավելին, քան նախատեսված էր գործարանային եւ մենք նոր տպիչ սարքեր չենք գնում, այսպեսի թյուրն բռնում էլ կա, մենք վերանորոգում ենք այդ տպիչ սարքերի ամենակարևոր, այսպես ասած, սարքավորման կտորը, որը եւ թողունակությունը կավելացնի հասցնելով կրկնակի, այսինքն հիմա արդեն մեր թողունակությունը նախորդ տարվա համեմատ անգամներ ավելացած է, բայց եւս կրկնակի առաջիկայում ասելով այս ամիս նկատի ունեմ, այդ վերազինումը տեղի կունենա եւ եւս կրկնակի կավելացնենք։ Եվ նաեւ ամսական կտրվածքով որքան կարող եք արդեն սպասարկել, եթե արդեն ամբողջապես այդ կառավարության որոշումը լինի եւ ամբողջական այդ վերանորոգումը տեղի ունենա։ Ես հիմա կպատասխանեմ ձեր հարցին, մի քիչ շերտեր պետք է այստեղ բացեմ, որ ամբողջական պատասխանեմ, նաեւ նշեմ, որ մենք մի սարքով էինք, ինչպես էլի դուք նշել եք, աշխատում տևական ժամանակ, հիմա երկուսն ենք գործարկել, այսինքն էլի թողունակության ավելացման մասին է խոսքը, բայց ցավոք սրտի մեր թողունակությունը պայմանավորված չէ միայն տպիչ մեքենայի ծավալով, այլ պայմանավորված է մեր տարածքային գրասենյակների թվականակով եւ այնտեղ յուրաքանչյուրում տեղադրված է մեկ նկարահանող սարք, մեկ լուսանկարահանող սարք եւ մեկ պատուհան է սպասարկում նույնականացման քարտի դիմումները։ Սա ավելացնել այս փուլում արդեն խելամիտ չենք համարում, որովհետեւ մի ամբողջ ծրագրային ապահովում պետք է փոխվի, մինչեւ փոխենք արդեն մյուս տարի կգա մեր մասնավոր գործընկերը եւ այդ ծախսը արդեն նախատեսված է ուրեմն մասնավորի կողմից եւ եթե ամբողջ հզորությամբ օգտագործենք մեր բոլոր 47 անձնագրայինների թողունակությունը, ստացվում է մեկ սպասարկումով մոտավորապես խլում է մեզնից 15 րոպե, մենք աշխատում ենք 9-ից 5-ը, մենք առանց ընդմիջման ենք աշխատում, այսինքն պարզ հաշվարկ է, այդպես է պետք հաշվել մեր թողունակությունը, որովհետև մեր սարքերը արդեն իսկ այնքան ավելացված թողունակություն կունենան, որ մեզ կմնա միայն օրվա ստացած դիմումները սպասարկել։ Մենք հիմա այս պահին ունենք 16000 չտպագրված քարտեր եւ հենց այս չտպագրված կուտակման պատճառով է, որ նաեւ համապատասխան օրենքում փոփոխություն է կատարվել եւ ինչպես տեղեկացված եք, անձը որևէ պատասխանատվության չի ենթարկվում, եթե հայտարարագրման պահանջը չի կարողացել կատարել, այն պատճառով, որ նույնականացման քարտը տրամադրված չէ եւ պահանջ ենք սահմանել, որ քաղաքացուց, այսպես ասած, պահանջվում է իր կողմից նախաձեռնող գտնվել եւ դիմումը հանձնել նույնականացման քարտի, իսկ հետո ինչ ժամկետում մենք քարտը կտրամադրենք, ավելի ճիշտ կթողարկենք, դրանից հետո նոր կհոսի եւ ուժի մեջ կմտնեն իր հանդեպ հայտարարագրման ուրեմն այդ ժամկետները եւ պահանջները եւ նշեմ նաեւ որ արձանագրեցինք մի իրավիճակ եւ մենք ծանուցում ենք որ քարտը պատրաստ է, բայց քաղաքացին չի մոտենում ու չի վերցնում նաեւ այս իրավիճակը ծածկելու համար, որ ֆիքսեցինք որ թողարկումից սկսած արդեն հոսում է, ծանուցումից սկսած արդեն հոսում է հայտարարագրման պարտավորությունը։ Կարծում եմ այս պահին մտահոգվելու իրավիճակ չունենք, չնայած Երևանում տեղ-տեղ ունենք հերթագրումների թիվը, որը անցել է նույնիսկ նոյեմբերը, իսկ նոյեմբերի 1-ը գիտեք որ վերջնաժամկետն է սահմանված, բայց երբ որ չեղարկենք մեր ավելորդ հերթագրումները, կրկին տեղեր կբացվեն, տասնյակ հազարների մասին է խոսքը, մոտ 20000 չեղարկում ենք անելու, իսկ մարզերում 40000-ից 20000-ը չեղարկվելու է։ Եվ ուրեմն մարզերում կենթանի հերթով ենք սպասարկում, օրինակ Վայոց ձորի, Սյունիքի մարզում, Լոռիում, Տավուշում չեք գտնի մեկ անձնագրային, որտեղ հերթ կա նույնականացման քարտ, այսինքն անձը կամ պահի մոտենա տեղում իր դիմումը կկարողանա հանձնել ի տարբերություն մայրաքաղաքի, որ հերթագրվում է եւ ամիսներ անց պետք է մոտենա։ Մոտակա մարզերում էլի շատ բնական է մի քիչ ծանրաբեռնված։ Գիտակցան, եթե ամբողջական է ձեր հզորությունները սկսեն գործել, հա, այսինքն այս այդ լազերային տպիչները, այսպես ասած, տեղում լինեն եւ աշխատեն օրեկան կամ ամսական կտրվածքով, քանի մարդ կարողանաք մաքսիմում սպասարկել։
Տեսեք, ես արդեն որոշակի թվեր իհարկե հնչեցրեցի, որի հիման վրա հնարավոր է այդ հաշվարկը կատարել, բայց ես չեմ ցանկանում, որ մենք հիմա միասին արձանագրենք այդ հաշվարկը, որովհետև կարող է ելի ավելորդ խուճապ առաջանալ, որ դուք արձանագրեք, որ մենք չենք հասցնելու։ Բայց նախ պետք է այստեղ կշռքի մյուս նժարին դնել պոտենցիալ պահանջարկի ողջ ծավալով, այսինքն քանի աշխատող քաղաքացի ունենք, որ չունի նույնականացման քարտ, եւ ես ես վստահեցնում եմ, որ ամենօրյա ռեժիմով այդ մոնիտորինգը արվում է։ Քանի աշխատող քաղաքացի ունենք, որ չունի դեռ նույնականացման քարտ։ Հիմա չեմ հնչեցնի թվեր, սենց այսպես ներկայացնեմ, մոտ 400,000 անձի մասին էր խոսքը ի սկզբանե պետեկամուտների կոմիտեից մեզ ներկայացված թվերի իմաստով, բայց մենք աշխատելով այս տվյալների շտեմարանի հետ անընդհատ ֆիլտրեցինք ու պարզվեց, որ թիվը իրական շատ ավելի փոքր է, որովհետև այստեղ կային ՀՑՀ-ներ, որոնք ռեալ չէին, սխալ էին, պարունակում կրկնվում էին, օտայգրացիներ կային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձինք կային ՀՑՀ-ներ, որոնց օգտատերերը ունեն նույնականացման քարտ եւ նաեւ մեկ ուրիշ հաշվարկել պետք է անենք, որ ձեր ուզած տվյալի վրա դուրս գանք, այսպես ասած, դա հետեւյալն է։ Իսկ արդյոք այս բոլոր դիմողները հայտարարատու անձինք են, չէ՞ որ մենք բնականon տարեկան պահանջարկել ունենք կամ անձինք, ովքեր հայտարարատու չեն, այնուամենայնիվ լսելով այս անընդհատ նույնականացման քարտի պահանջը մոտենում են, դիմում են եւ նրանց թիվն էլ փոքր չէ։ Այնպես որ պետք է խնդրեմ ուղղակի վստահել մեր մոնիտորինգային թիմին եւ եթե մենք արձանագրենք էլի խուճապային իրավիճակ, որ ինչ որ բան չենք հասցնում, լոկալ լուծումներ կներդնենք։ Այնուամենայնիվ ձեր կարծիքով մինչև նոյեմբեր պետք է որ հասցնեք սպասարկել այդ ամբողջ ծավալը։ Տեսեք, սպասարկել ասելով դուք ինչ նկատի ունեք։ Մինչև նոյեմբեր անձը, որը հայտարարատու է, եթե ցանկանում է իհարկե, եթե ցանկանում է իհարկե հայտարարագիր ներկայացնել, ապա ինքը կարող է դա իրականացնել։ Մենք այդպես ենք պլանավորում։ Հասկանալի է։ Տեսեք, այս պահին կամ գոնե չգիտեմ, ամիսներ առաջ մոտ 21 ասում էին անձնագրայիններում ասում էին, որ եթե նույնականացման քարտ եք ցանկանում վերցնել, ապա դա կարող է տևել հստակ ժամկետ նախ չենք կարող ասել, երկրորդը կարող է տևել մինչև 21 օր։ Հիմա այդ թիվը բարելավել է արդեն, արդյոք մարդիկ արդեն։ Դա օրենքով սահմանված թիվ է, երբեք չի բարելավելու։ Չէ, նկատի ունեմ մարդ եթե կարողանա ավել վճարել եւ շուտ ստանալ հնարավորություն։ Ես ձեր հարցը հասկացա, դեռ չենք վերագործարկել, այսպես ասած, մեր առաքացված ծառայությունները, այդ լազերային տպիչների գործարկումից հետո կվերսկսենք առաքացված ծառայություններ մատուցել, իսկ 21 օրը դա օրենքով սահմանված ժամկետն է, 15 աշխատանքային 21 օրացուցային օրվա մասին է խոսքը։ Երբ անձնագրայինների մասին է խոսք գնում, իհարկե հայաստանցիները շատ հաճախ համեմատում են իրենց վրաստանցիների հետ կամ Վրաստանի հետ, որովհետև ամենամոտ երկիրն է, կողքն է գտնվում։ Ժամանակին, որ երբ ներդրվեց այս համակարգերը եւ Վրաստանում եւ Հայաստանում, կարելի ասել զուգահեռ դա տեղի ունեցավ մոտավորապես, հա։ Ինչպես է ստացվել, ունեք դուք այդ վերլուծությունը, որպես նաեւ նոր ղեկավար ոլորտի, հա, ինչպես է ստացվել, որ այնտեղ ներդրվեց եւ մինչեւ հիմա շարունակում է անխափան գործել, բիոմետրիկ անձնագրերը մարդիկ ստանում են հաշված ժամերի ընթացքում այդ թվում Հայաստանում ինքը սկսեց բախվել խնդիրների եւ այդ խնդիրներից մինչեւ օրս դուրս չեն գալի եւ հույս կա որ 26-ին դուրս կգանք։ Այո, այդ հարցերի շուրջ շատ ենք քննարկումներ ունեցել, վերլուծություններ ունեցել, հետադարձ հայացքով փորձել դրվագ առ դրվագ հասկանալ որտեղ էր սխալը եւ այլն։ Տեսեք, պետք է ունենալ ժամանակակից ենթակառուցվածք, խնդիրը շատ պարզ է, պետք է ունենալ այնպիսի մոդեռն ենթակառուցվածք, որը արդեն այդ խնդիրներ ունենք, ընդունելի կլինի Եվրոպական միության ստանդարտներով եւ գործընկերների կողմից, այսպես ասած, հավանության կարժանանա, որովհետեւ նաեւ վիզաների ազատականացման համատեքստում ենք հիմա մեր գործողությունները պլանավորում։ Ինչ էր պետք դրա համար։ Անձեն աչքով կարելի արձանագրել, որ դրա համար մեզ պետք էին բարեկարգ գրասենյակներ, լավ վերապատրաստված եւ բարձր որակավորում ունեցող աշխատակազմ։ Դրա համար մեզ պետք է ժամանակակից տեխնիկա, չեմ ասում այդքան մանր հարցեր, ինչպիսիք են օրինակ գույքը եւ այլն։ Ամենակարևորը դրա համար մեզ պետք են հզոր եւ դիմակայուն սերվերային տնտեսություն եւ դրա համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից ծրագրային ապահովում։ Էլի տեսեք բլանկ, չիպ, էլեկտրոնային կրիչ եւ այլն, էլի այդ հարցին չեմ անդրադառնում։ 5 շերտով ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչներ նշեցի։ Դրանցից
որևէ մեկը ակտուալ չէ իմ օգտագործման համար։ Մեր ունեցածից։ Շատ կոպիտ թող չհնչի, բայց այդ դժգոհությունը մեր ոլորտից որ գալիս է, նաև սպասարկման ցածր որակն է, ես նկատի ունեմ բանավոր հաղորդակցման հմտությունները եւ այլն։ Մենք որպես հանրային ծառայություն մատուցող մարմին, մեր մարմնի անունը արդեն իսկ ծառայություն է, ենթադրվում է, որ մենք պետք է մեր ողջ ռեսուրսը ներդնենք ծառայության որակի մեջ, մենք չունենք հաղորդակցության եւ երբեք չենք ունեցել ստանդարտ։ Այ ինչ չի կարելի ասել քաղաքացուն։ Այ ինչպես պետք է սպասարկել քաղաքացուն։ Մենք չենք ունեցել զանգերի կենտրոն, մենք չենք ունեցել հետադարձ կապի եղանակներ, խողովակներ եւ այլն։ Մենք որպես ծառայություն այսինքն նոր ենք ձևավորել մարմինը որպես ծառայություն, մինչև այդ բոլորին հայտնի է եղել է կառույցը առանձին միգրացիոն ծառայություն, առանձին ոստիկանության ներքո գործող վարչություն, որը կոչվել է անձնագրային ու վիզաների վարչություն, եւ այդ է եղել մոտեցումը, որ սա ուժային տրամաբանությամբ ոչ թե մատուցվող ծառայություն, այլ իրականացվող գործառույթ է։ Սա ժամանակ ներդրված գործառույթի ինչ որ իներցիա, որ մինչև այսօր կա։ Շատ ճիշտ է, նույնիսկ այդ օվիր անվանումը պիտակավորված հենց դրա մասին է եւ մոտեցումը բոլոր գործընթացների մեջ հենց այդպեսին է եղել։ Նույնիսկ կրթադաստիարակչական ու պատժիչ ֆունկցիաներ է աշխատակազմը իրականացրել շատ հաճախ անձնական վիրավորանք ընդունելով, որ անձնագիրը քաղաքացին կորցրել է կամ վնասել է։ Սա ոչ այլ ինչ է, քան հանրային ծառայություն։ Եվ 10 անգամ նույն օրվա ընթացքում եթե քաղաքացին մոտենում է անձնագիր փոխանակելու, նույն բարեհամբույրությամբ եւ բարձր որակով սպասարկում է այստեղ ենթադրվում։ Սա է, որ մենք հիմա փոխում ենք եւ դա փոխել հնարավոր չէր պետական բյուջեի ռեսուրսներով, գիտեք ինչու, որովհետեւ դա ուղղակի տարիներ կպահանջեր, ես ինքս իմ նախաձեռնությամբ 2023-ից մինչև հիմա 2.5 տարվա ընթացքում բազմաթիվ վերապատրաստումներ եմ նախաձեռնել եւ հասկանում եմ, որ վերապատրաստումով չի, սա խորքային աշխարհայացքի մոտեցումների խնդիր է, որ պետք է փոխել գործընթացների բոլոր բաղադրիչների մեջ, անձին վերապատրաստելով չի լուծվում հարցը։ Ուսումնասիրել եք Վրաստանում ինչպես են փոխել այդ համակարգը։ Տեսեք, ենթակառուցվածքի մեջ է խտացրած գաղտնիքը, որովհետև այն վերապատրաստումը, որը արվում է, ինքը պետք է ունենա վերահսկման մեխանիզմներ, ամենահասարակ տեսահսկողական սարքեր։ Այդ տեսահսկողական սարքը, որ դրվում է աշխատակցի գլխավերևում, պետք է ունենա հետևանք։ Իսկ ինչ է արվում low performer-ների, այսինքն վատ կատարողական ցույց տվող աշխատակիցների հետ։ Եվ այս վերլուծությունը ինչ որ մի պահի հանգեցնում է մի իրավիճակի, որ գուցե քաղաքացիական ծառայության տրամաբանության ամբողջությամբ չի ծածկում որակյալ ծառայություն մատուցելու ժամանակի հրամայականը կամ գուցե նույն չափորոշիչներով հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել ֆրոնտ դեսկում, այսպես ասած, այսինքն սպասարկող անձնակազմի շրջանակում եւ back office-ում մարդիկ, ովքեր 4 պատի մեջ նստած օրինակ վերլուծություն են անում։ Շատ այստեղ խորքային խնդիրներ կան եւ մենք հասկացանք, որ թռիչքաձև, արագ մոդեռնիզացիայի ճանապարհը պետություն մասնավոր գործընկերությունն է։ Շատ լավ, գալով պետություն մասնավոր գործընկերությանը։ Հիմա կա արդեն տենդեր հաղթած ընկերություն, օտարերկրյա ընկերություն, որը 2026 թվականից պետք է անձնագրերի եւ ուրեմն նույնականացման քարտերի այդ թողարկում իրականացնի Հայաստանում եւ արդեն նախատեսված է, որ իրենք ոչ այդ գործառույթը պետք է իրականացնեն ոչ թե ձեր շենքերում, այլ առանձին տարածքներում։ Այդ պարագայում ինչ է լինելու ձեր շենքերի հետ եւ ձեր աշխատակազմի հետ։ Արդյոք նախատեսում են կրճատումներ եւ արդյոք 2026 թվականի այդ ռեֆորմը, որ դիզայն է կարել հիմա, ինքը լուծելու է շատ խնդիրներ։ Նախ սկսեմ ամենակարևորից, ռեֆորմը, որը դիզայն են կարել, ամենակարևոր բաղադրիչը ամենևին էլ պետություն մասնավոր գործընկերության այս պայմանագիրը չի, համենայն դեպս ես այդպես եմ ընկալում, սա գործիք է, միջոց է, իսկ նպատակը ունենալն է բարեփոխված եւ նոր տրամաբանությամբ եւ ծրագրային լուծումներով բնակչության պետական ռեգիստր։ Դրա շուրջ են մեր մնացած բոլոր գործողությունները, այդ թվում այս պայմանագիրը եւ անձնագրային այս ծառայությունների ուրեմն արտապատվիրակումը։ Իրենք են թվայնացնելու։ Ոչ, մենք առանձին ծրագրով, առանձին ռեսուրսով, առանձին օրակարգով եւ օրենքի նախագիծը պատրաստ է, կառավարությունում քննարկվել է, առաջիկայում կառավարության նիստի կդրվի, այնուհետև կգնա ազգային ժողով։ Ուրեմն խոսքը հետեւյալի մասին է, մենք անձի
իրավական ինքնությունը եւ ընկալումները այդ երևույթի բերում ենք անձի նույնականացում, ճանաչում, ձևավորում, այսինքն սուբյեկտը, որը այս պետության որևէ դատաբազայում չկա, որևէ շտեմարանում չկա, ոնց է ձևավորվում այդ կապը սուբյեկտի եւ պետության մեջ, կախված սուբյեկտի իրավական կարգավիճակից, ոնց է ինքը հայտնվում բնակչության պետական ռեգիստրում, ոնց են պաշտպանվում տվյալները, ոնց են աշխատում այդ տվյալների հետ եւ ոնց ենք փոխանակում այդ տվյալներով, որովհետեւ բնակչության պետական ռեգիստրը պետք է լինի ամբողջ պետական ապարատի միակ եւ ճշմարիտ սկզբնաղբյուրը անձի մասին տեղեկատվություն ստանալիս։ Իսկ ինչ ունենք մենք հիմա, ունենք տարբեր գերատեսչությունների տիրույթում ձևավորված տարբեր շտեմարաններ եւ անձի մասին արված գրառումը, նշումը մեկ տարի տարբերությամբ արդեն բերում է մի իրավիճակի, որ անձին նույնականացնել հնարավոր չի։ Արգելվում է մեր գրած օրենքով, օրենքի փոփոխությամբ կրկնօրինակել այս շտեմարանը եւ դա վերահսկվում է ծրագրային մեխանիզմներով կամ պահել լոկալ շտեմարաններ, այսինքն միակ սկզբնաղբյուրը դա է, բոլորը օգտվում են տվյալները վարչարության արդյունքում հայտնվում են բնակչության պետական ռեգիստրում եւ աշխատանքի ընթացքում պահանջվող տվյալները ստացվում են բնակչության պետական ռեգիստրից։ Այսինքն այլ կերպ ասած, եթե մարդը մի անգամ թարմացրեց իր տվյալը այդ պետական ռեգիստրում, հարկ եւ նպատակ եւ չգիտեմ կարեւորություն չի, որ ինքը գնա, չգիտեմ, պեկում եւս թարմացնի, ոչ թե թարմացրեց, այլ երբ գեներացվեց այդ տվյալը, այսինքն բնակարան եմ ձեռք բերել, ենթադրենք, հենց կամ ազգանուն եմ փոխել կամ ամուսնացել եմ, կյանքի ցանկացած իրադարձություն, հենց լիազոր մարմինը ֆիքսեց, վարչարությունը արեց, վերջնարդյունքը կա, անձի մասին, չշփոթել օրինակ գույքի վերաբերյալ տվյալները, տրանսպորտային միջոցը սրա հետ կապ չունի եւ այլն։ Անձի մասին տվյալը միանգամից հայտնվում է, վերջնարդյունքը ուրիշ ոչ միտեղ չի գրանցվում։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իմանալ օրինակ իմ ամուսնական կարգավիճակի մասին, դրա տեղը ոչ թե ԶԱԳՍ-ն է, ոչ թե քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը, այլ բնակչության ռեգիստրն է, անկախ նրանից, որ վարչարությունը մեկ այլ մարմնի տիրույթում է, իսկ բնակչության ռեգիստրը ներքին գործերի նախարարության տիրույթում է։ Մեծ շտեմարան է դա։ Այո, անձը իր մասին որևէ տվյալ երբևէ որ գեներացրել է, այլևս որևէ պետական մի կարևոր այստեղ ընդգծում էլ անեմ, մենք վերացում ենք սրանով նաև այդ տեղեկանքների ինստիտուտը ընկալում, ինչ է նշանակում մոտնամ մարմին եւ ուզում տեղեկանք ինքս իմ մասին, իմ հանրային ծառայությունների համարանիշի մասին։ Երբ որ այդ համարանիշը կյանքում մեկ անգամ է տրամադրվում անձին, երբեք չի փոխվում, ես կարող եմ անգիր ուղակի մտքումս պահել եւ պետք է երբեք ոչ մի ուղղակում խնդիր չունենամ։ Իսկ հիմա մենք այդ տեղեկանքներով ուղակի կամ հաշվառման տեղեկանք կամ քաղաքացիության մասին տեղեկանք եւ այլն մեր բնակչության ռեգիստրը ունենալու է, այսպես ասած, ֆրոնտ, այսինքն քաղաքացին հասանելիություն են ունենալու իր տվյալներին, խիստ նույնականացման միջոցով ստանալու է ցանկացած քաղվածք, ցանկացած տեսքի, ներկայացնելու է ցանկացած մարմին, հաշվառումն է ցանկանում փոխել, ուղղակի request է անում, այսինքն ուղղակի հայտը ներկայացնում է։ Այնտեղ ունենք ընթացակարգեր, եթե կարիք կա, այնուամենայնիվ տարածքային ոստիկանը ստուգելու է, անձը չի իմանալու այդ մասին։ Ամբողջ վարչարական գործընթացները եւս էլեկտրոնային են իրականացվելու, այդ կուլիսային գործընթացը եւս այս տրամաբանությամբ է իրականացվելու։ Սահմանված կան տարբեր process-ների համար ժամկետներ, եթե չկա խոչընդոտ, միանգամից անձի ներկայացրած հայտը մտնում է ուժի մեջ։ 2026-ին անձնագրերի թողարկումը եւ ուրեմն ID քարտերի թողարկումը պետք է իրականացնի օտարերկրյա ընկերություն, բացելով նոր գրասենյակներ, ձեր գրասենյակների հետ ինչ է լինելու եւ արդյոք այս ծառայությունը, որ այնպես դիզայն է կարել, այսպես ասած կրկնեմ, հա, նորից այդ խոսքը այնպես ինչպես որ կա փաստաթղթի վրա իրականության մեջ այդպես է լինելու, մարդիկ խնդիր չեն ունենալու բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր ստանալու հարցում։ Ինչ են լինելու մեր գրասենյակները, թիվը կրճատվելու է, նախկինում 63 էր, մենք դարձրել ենք 47, արդեն 23 թվականից ի վեր դառնալու է մոտավորապես կեսից մի քիչ էլ քիչ, երևի 20-25-ի սահմաններում, հետագա նպատակը դա էլ կրճատելն է։ Հիմա դեռ տարածքին կախվածություն ունենք հիմնականում ընտրական process-ները կազմակերպելու իմաստով, քանի որ մեր ֆունկցիոնալի մեջ մտնում է ընտրական ցուցակների գեներացումը եւ որոշակի ուրեմն թղթային արխիվների հետ ենք աշխատում, այդ իմաստով մենք դեռ եւս պահպանելու ենք մեր ցանցը։ Դրանք լինելու են միգրացիա եւ քաղաքացիական ծառայության տարածքային գրասենյակներ, քաղաքացի ընդունելու եւ սպասարկելու ֆունկցիոնալ էլի ունենալու են, ոչ թե անձնագրերի ու նույնականացման քարտերի կամ որևէ այլ տեսակի անձահաստատող փաստաթղթի գծով, այլ օրինակ քաղաքացիության դիմումների ընդունում կամ օտարերկրացիների սպասարկում եւ այլն, այսինքն մեր ծառայության լիազորությունների որոշակի հատվածներ արտապատվիրակված են լինելու, կամ անձ ընդունելություն է ցանկանում, կամ ստեղծագործ ազատ ոչի դիմում է գրել, չգիտի ուր հանձնի, մենք թղթային պրակտիկան չենք կարող այսքան արագ վերացնել, հատկապես մարզերում, մենք պահպանելու ենք մեր ներկայացվածությունը մարզերում, հետագայում մարզը մեկ
գրասենյակ տրամաբանությամբ, իսկ հետագայում արդեն ողջ process-ները թվայնացված լինելու պարագայում ըստ էության դրանց կարիքն է չի առաջանալու։ Իսկ անձը ունենալու է խնդիր բիոմետրիկ անձնագրի կամ նույնականացման քարտի հետ կապված, մեր ողջ ռեսուրսը ներդրված է որ չունենա։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ ոչ չունենա։ Եվ վերջին կարճ հարցը ուղղակի նաև կարևոր է մեր հետագա աշխատանքի համար։ Տեսեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված անձանց է վերաբերում նրանց քաղաքացիության անձնագրերի հետ կապված հարցերին, եւ մարդիկ մշտապես բարձրաձայնում են ասելով, որ մենք իմացել ենք, որ մշտապես եղել ենք Հայաստանի քաղաքացի, հիմա մենք մեզ ասում են, որ դա ճամփորդական փաստաթուղթ է ուղղակի։ Եվ շատ հաճախ լրագրողները փորձում են հասկանալ այդ ինչ երկկողմանի պայմանագրի հիման վրա է կազմակերպվել այդ գործընթացը, որ դա եղել է ոչ թե անձնագիր, այլ ճամփորդական փաստաթուղթ։ Եթե չեմ սխալվում, խոսքը անձնագրային համակարգի կազմակերպման մասին 99 թվականի պայմանագիրն է կամ փաստաթուղթն է, բայց այդ փաստաթուղթին որևէ մեկը հասանելիություն չունի։ Երբ է այն գաղտնագրվել, երբ է գաղտնազերծվելու, ինչ կարող եք ասել։ Հասցեատերը ես չեմ ձեր հնչեցրած թեմայի, որովհետև դուք ինքներդ վկայակոչեցիք փաստաթուղթը, որը ես պետք է ասեի, այստեղ ոչինչ չի մնում ավելացնելու, ըստ էության լիազոր մարմնին պետք է հարցնեք գաղտնազերծման արդարադատության նախարարություն, գուցե կառավարության աշխատակազմը։ Շնորհակալություն։ Սիվիլենտ թագավարում ես զրուցեցի Նելի Դավթյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։